Պողոս Առաքյալը խնդրում էր, ասում էր, Տեր Աստված, խնդրում եմ հեռացրու ինձանից անպատգամաբերին, որը անընդհատ ինձ հետ պայքարում է։ Հիմա մենք չգիտենք դա ինչ էր, ինչ պայքար էր, ինչ տեսակ էր, ինչ էր, բայց անընդհատ մի քանի անգամ խնդրեցի, աղոթեցի, ասեցի Տեր Աստված, այդ պայքարը պատերազմը ինձանից հեռացրու։ Եվ հրեշտակը երևաց եւ ինձ ասաց. քո տկարության մեջ է ամբողջանում Աստծո զորությունը։ Ինչ էր ուզում ասել Պողոս Առաքյալը։ Երբեմն մեր տկարության մեջ Աստծո զորությունն է ամբողջանում։ Տկարությունը տարբեր պատճառներով կարող է լինել։ Կարող է լինել ֆիզիկական տկարություն, այսինքն մարդը հիվանդանում է, կարող է լինել աղքատություն, աղքատության պատճառով տկար է լինում, կարող է լինել փորձություն աշխարհից եկող, հա, եւ այդ փորձության արդյունքում նաեւ մարդը հնարավոր է մեղքի մեջ ընկնի, հա, եւ հիվանդության պատճառով էլ կարող է մեղքի մեջ ընկնի, աղքատության պատճառով էլ կարող է մեղքի մեջ ընկնի։ Մեր նպատակն ինչ է, փորձենք հավասարակշռություն պահպանել։ Եթե փորձությունը, հիվանդությունը, աղքատությունը մեզ վրա եկել են, ձգտենք հնարավորինս անմեղ դուրս գալ այդ պայքարից, պատերազմից։ Բայց եթե չհաջողվի էլ մաքուր անմեղ դուրս գալ, անգամ ինչ-ինչ բաների մեջ մենք թերանանք, հետո զղջանք այդ բոլորի համար, արտասուքներ ու ներողություն խնդրենք Աստծուց, հա, եւ գոհություն փառք տանք Աստծուն, որ այդ հիվանդությունը, աղքատությունը, դժբախտությունը, նեղությունը, փորձությունը Աստծով մենք հաղթահարեցինք, ասում աշխատող մարդը կսխալվի, չաշխատողը չի սխալվում։ Այսինքն պայքարող մարդը հնարավոր է եւ սխալել գործի։ Բայց փառք Աստծո, որ այդ պայքարի մեջ վնասներով անգամ մենք հաղթանակած դուրս գանք։ Բայց միշտ էլ զգուշանանք, որ մեծ մեղքերի մեջ չընկնենք։ Մանր սխալել հնարավոր է, բայց մեծ մեղքերը վտանգավոր են, որտեղ դժվար է մեծ մեղքից դուրս գալ։ Մանր սխալներից ավելի հեշտ է դուրս գալ։ Ամեն ինչից էլ հնարավոր է դուրս գալ, բայց երբ որ մարդը խորը անդունդ է ընկնում, ելնել ավելի դժվար է, բայց երբ որ սարթակում է ոտքը, կանգնել ավելի հեշտ է։ Անապատական հայրից մեկը գնում է մի սուրբ ծերի մոտ, ասում է ընկա, ասում է ոտքի կանգնի, ասում է նորից եմ ընկնում, ասում է նորից կանգնիր, ասում է շատ եմ ընկնում, ասում է շատ մինչև կյանքի վերջ, ասում է մինչև վերջ կանգնիր։ Այդ ընկնել կանգնելու մեջ կա իմաստություն, որ մարդը կարողանում է կանգնել, գիտես, մարդը մի անգամ ընկնում է ու էլ չի կանգնում։ Ավելի լավ է իմաստուն մեղավորը, քան հիմար արդարը։ Իմաստուն մեղավորը շատ անգամ կընկնի, շատ անգամ կկանգնի, իսկ հիմար արդարը մեկ անգամ կընկնի ու էլ չի կանգնի։ Ուրեմն մենք պետք է այդ ամեն ինչի մեջ Աստծո շնորհը տեսնենք, բարիքը տեսնենք, անգամ փորձության մեջ, մեր ընկնելու մեջ տեսնենք, որ խոնարհության առիթ էր մեզ համար։ Մեր տկարության մեջ տեսնենք Աստծո զորությունը։ Քրիստոսը այդպես էր, մահվամբ մահվանը հաղթեց։ Իր մահվամբ մահվանը հաղթեց։ Իր տկարությամբ մեր տկարությունը վերցրեց։ Ինքը անեծքի տակ ընկավ, մեր անեծքը հաղթահարեց, որտեղ Ադամին անեծք էր տրվել, հողեր հող կդառնար։ Ինքը հողային բնություն առավ, որպեսզի այդ անեծքը վերացնի Ադամի։ Եվ այն ինչ էր ասվել, ասվել էր երկունքի ցավերով երեխա կունենար։ Սուրբ Աստվածածինը նույն Եվայի անեծքի վրա վերցրեց, Եվայի գերեզմանի վրա ծնեց մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին Բեթխեհեմում եւ Եվայի անեծքը վերցրեց։ Այսինքն Աստված էլ նույն ճանապարհով գնաց։ Նույն տկարությամբ Աստծո զորությանը ձգտեց եւ հասավ Աստծո զորությանը։ Մենք էլ նույն ձևով պետք է հասկանանք ու գիտակցենք, որ մեր տկարության մեջ ամբողջանում է Աստծո զորությունը։ Բայց զգուշ ենք շատ չտկարանանք, որ
կարողանանք դուրս գալ, որ Աստծո զորությունն ամբողջանա։ Ամեն։